Ժորջան անկախ են հանգամանքից, որ համայնքային աչքի պատճառով զոհվեցի փաստորեն աստիճանների վրա եւ ոտքս վնասել եմ, բայց ոչ իման մեզ չի կանենացնելու ոտք ձեռ տենց բաներ ու ինչի։ Հիմա եկել ենք դատախազություն, Տիկին Վարդապետյան, ես էլ եկել ենք արդեն ձեր ենթակայության տակ գտնվող գերատեսչությունը եւ ինձ մի բան է հետաքրքիր, եթե կա քննչական բաժին, քննչական վարչություն մարզային, ուր այդ քննիչ Քրիստինե Մանասարյանը, ով նոր տիտղոս ստացավ, որոշակի որոշում է կայացրել, բա լավ դրան, հələ մի հատ նայեք, ով է հաստատել, Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, Զյա, Գյա, Մնացականյան, ինքը ում լավ գիտի ով է, լավ բա դուք ամոթ ունեք, իրականում, այս հիմնարկությունը վաղուց է պետք փակել, դիմա ներսում եք, առաջ զանգարել եմ, իդեպ էլ եմ ուզում, ես զգուշացնեմ բոլորին, որ որևէ մեկից հաճույք չի պատճառում գալիս Արարատի մարզ, բենզին ծախսել, գալ Արարատի մարզ, հետ գնալ, գալ, հետ գնալ, դուք եք ստիպում, որ մենք դիմենք նման քայլերի եւ բոլոր մենք այսօր դառել ենք իրավապահ համակարգի սանիտարներ իդեպ այնտեղ մոռացա կենտրոնի քննչական բաժինը թող հերթ կանգնի որտեվ այս քանի օրը Գայանե Շահմուրադյանին էլ ենք գնալու տեսնենք դու պատրաստվի Գայուշ հիմա ինչ է սա նշանակում այսօրվա օրով մենք հաղորդում ենք ներկայացնում հանցագործության մասին խուլիգանության փաստի առթիվ Առանց մեր ներկայացնելու այդ ամբողջը on-line եղել է դատախազը եթե տեղում լներ ինքը պետքա նախաձեռներ արդեն ինքնուրույն իր նախաձեռնությամբ ուրեմն հաղորդումը տալիս ենք հանցագործության մասին տգետ անգրագետ հոդվածներ գրելով բա լավ այս դուք մեզ եք գրում ու դուք գիտեք որ մենք լռող չենք բա այն խեղճ ժողովրդին դուք ոնց եք քերթում ու մաշկում հա Գյադեքստե գյադեկնդե տենց եք փող աշխատում հարամ լինի ձեր աշխատած փողը Տիկին Վարդապետյան այս գյոզալական շենքը ափսոս չի որ սրանք ստեղ նստած են սրա տեղը մի լավ բան մի ուսումնական կենտրոն մի բան բացեք չգիտեմ թե ուտելու տեղ մանկապարտեզ բացեք սրանք եկել են ստեղ որ ինչ անեն վերևներից նայեն հա ոչ մեկ արժանապատվություն չունի բայց ավագ դատախազ բա սրա կրտսերը ինչ կլինի սա որ ավագն է ու սա հաստատում այդ անգրագետ որոշումը մեր գրածի ինչը չէր հաղորդում հանցագործության մասին այն որ ահազանգը տվել ենք այն որ մանրակրկի տեղած խուլիգանությունը ներկայացրել ենք դա հաղորդում չի եղել բարը ձեզ Տիկին Օդետ բարը ձեզ ես ձեզ զանգարել եմ ձեր դատախազին չէր Գյա թե Զյա գոնե այդ ասեք իմանանք Գագիկ Մնացականյանը Հարկ չհամարեց զանգի, երբ որ այսքան մարդկանց ձեր մարզում լիրպու պորնիկ են անվանում, բա սա ամոթ չի, ոչ ուզում ենք իրան տեսնենք, չէ, եկող ոչ կա, ոչ լս, ձեզնից, էլ ինչ ուզենք ձեզանից, ձեզնից թող ձեր գլխավոր դատախազը ուզի, մենք ստեղ էլ ուզելու բան չունենք, մենք եկել ենք իրազեկենք, որ մարդկանց հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մեր երկրի փլուզում այս սրանից է սկսում, որ չկա իրավապահ համակարգ Են ասաֆարյանը անդեղ, ինչի, ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում, երբ որ ես իմ գործերը պետքա թողնեմ, այսքան մարդ իրա գործը թողնի գա մարզ հասնի, այդ Գագիկ Մնացականյանը, եթե հեռախոսի մեջ, դուք եք ասում, ով որ այա, այսով է ստորագրել, Գագիկ մնացա արձակուրդի մեջ է այսօր տեխնիկայի միջոցներ տան հեռախոս չի, որ պետք է թելով հեռախոս, Մենք մեր ասելիքը ասում ենք, բան չունենք, ձեր հետ արդեն բազմիցս խոսացել ենք, մեր ժողովուրդը մեզ լսում է, չի կարելի ժողովրդին այս կարգի արհամարել Տիկին Օդետ, ես ձեր հետ զրուցեցի 4 օր առաջ, ասեցի որ քննիչը սենց անգրագետ որոշում է կայացրել, բա լավ չի կարելի այս հարցերը լուծել նենց, որ այսքան մարդ ոտի չկանգնի, չգա ձեզ չանպատվի վիրավորի, ոնց որ մազախիստ լինի այս համակարգը, դուք այդ բառերից հաճույք եք ստանում, հա
Դուք այդ մեզ ոչ իման չի կանացնել, նույնիսկ այն որ ես չգիտեմ ոդկս կոտրված է, օլորված է, ինչա, դաժե այդ չի կանգնացնելու որ ես գալու եմ։ Ժողովուրդ, բոլորը դուրս եկեք այն մարդկանց դեմ, ով ձեր վերաբերյալ կկայացնի ոչ իրավաչափ որոշում։ Բավական է հանդուրժենք, փող տանք սրանց, որ իրանք մեր փողով մեր հետ պայքար մղեն։ Այս որոշումը բացառապես անհիմն է։ Այս Գմնացականյանին Տիկին Վարդապետյան ասեք թող այդ արձակուրդը լինում է այն ժամանակ, երբ որ մարդը աշխատում է։ Եթե այս մարդը չի աշխատում, աշխատված արձակուրդ լինի, սա արձակուրդը գնացե որ ինչ ան, կանչեք արձակուրդից մի հատ ասեք այս անգրագիտությունը, այս էջ մրոտածը, աղունիկի թաթերով գրածը, դու ոնց ես հաստատե։ Ստեղ որտեղա կոռուպցիոն ռիսկերը, ես չգիտեմ, սրանց կաշառքը աղունիկով են տալի, աղունիկի կալցիով են տալի, խամերի պակրշկով, ինչով են տալիս, ես չգիտեմ։ Ծերտով աղունիկի, բայց որ ստե մի բան կատարվում է, որ ամբողջ այս կոկորտիլոս բուծող մարզը, հիշում եք, որ ասում են կոկորտիլոսը թրջուն է, մարզպետը։ Այս մարզը լծվել է ղուշ բազների պաշտպանության, բալավ ամոթ չի։ Սենց եք, հա, քրեական ենթամշակույթի հետ պայքարում Տիկին Վարդապետյան, էսա պայքարը, այս նույն հիմնարկը, որտեղ մարդիկ են նստած, նախ պետք է հետաքրքրվեր տեսնել այդ ղուշբազները պետության հարկերը մուծում են, թե չարամտորեն խուսափում են, թե այդ աղունիկներով դեղ են սրում ձեր մարզում, որ նույնիսկ ոմանք այս կարգի անգրագետ որոշումներ են կայացնում, բան չունեմ ասելու, խորը հիասթափությամբ գնում ենք, ձեզ հələ որ ոչ մի հավաստագիր չենք սարքել, բայց դա հələ որ է, որովհետև ամեն ինչ դեռ առջևում է, որևէ կերպ մեզ չեք լռեցնելու, որևէ կերպ չի լինելու, ամենտեղ գնալու ենք, մեր բանուգործը թողած, մեր սեփական բենզինով, մեր ավտոմեքենայով, գնալու ենք ու բոլորը խայտառակ են լինելու, բոլորը բարձրաձայնվելու է, թող ես Գագիկ Մնացականյան երեխեքը տեսնեն, որ իրանց պապան որ գնում է գործի, ինքը գնում է մարդկանց խաբելու եւ խանգարելու համար, ոչ թե գնում է աշխատելու համար, այսքանը։ Մենք չենք գալու ձեր մոտ, որ խնդրեք սկիզ տեղ եկող չկա։ Հաջողություն։